Լուսինե շատ գեղեցիկ։ Շնորհակալություն։ Եվ ազգային ժողովի նիստը նայելուց հետո ես ուզում եմ ձեզ առաջարկել խմել։ Ինձ թվում է մերակ է։ Դա է ամնում այսօր ուրիշ ոչ չանե։ Խորհրդանի նիստում, Անդրանիկ նիստում 9-րդ գումարման, ականջս ծակեց թուրք, հանդիպել եք թուրքի, տեսել եք թուրքի, ձեռք եք տվել, ուրիշ բան եք արել հետները, այս տրամաբանության զրույցները, եւ մինչեւ դրա մասին ձեզ հարց ուղղելը, ես ուզում եմ ներողություն խնդրեմ Հայկից։ Հայկը 2020 թվականի պատերազմի ժամանակ կամավոր գնացել էր Արցախ, մասնակցել պատերազմին, մատակարարին գերեվարվել, երբ որ դաշնակցական խումբը նրանց լքել էր։ Մի քանի շաբաթ մնացել էր Զորամասի նկողում գերեվարված ժամանակ, երբ որ անգամ չէր իմացել, որ քաղաքը արդեն ադրբեջանցիների վերահսկողության ներքո է։ Ադրբեջանական զինվորական խումբը գումարտակի հրամանատարի գլխավորությամբ այդ նկուղ սկսել է իրենց հետ բանակցել, որ իրենք դուրս գան եւ հանձնվեն, մի քանի անգամ նռնական եղել, այնտեղ տղաներ են եղել, ովքեր վիրավորվել են, անդամահատվել են։ Հետո Հայկը սկսել է բանակցել այդ տղայի հետ։ Հայկի բառերն են մեջ բերում։ Իրենք Հայկը ինձանից փոքր է։ Փոխադարձ համակրանք են ձևավորել միմյանց նկատմամբ։ Այդ համակրանքից ելնելով Հայկը որոշել է մնացած տղաներին համոզել է հանձնվել, դուրս գալ նկողից։ Այդ գումարտակի հրամանատարը ադրբեջանցի մինչև Հալիշ նրանց տարել է եւ ամբողջ գիշեր հերթապահել է այդ թվում եւ Հայկի մոտ Թալիշում ադրբեջանական զորքերի ներկայությամբ, որ որևէ մեկը նրանց չնեղացնի, չթքի նրանց վրա։ Եվ երբ հաջորդ օրը նրանց բեռնատար մեքենայով ուղևորվել են դեպի Բաքու, ինքը հետները գնացել է, ճանապարհին կանգնացրել է բեռնատարը, Հայկի համար սիգարետ է գնել եւ խոստացել է, որ Հայկին Բաքվի բանկում որևէ բան չի պատահել։ Այս ուժեղ Հայաստանի եւ Հայաստան դաշինքի համար Հայկը ձեզ համար մարդ չի, Հայկը հայ չի, Հայկը թուրք է, ձեր տրամաբանությունից ելնելով, եւ թուրք Հայկի եղունգը դուք չար։ Այս սրան էր արժանի ժողովուրդը, որ դուք բերեցիք։ Ջիրայր, նախ շնորհակալ եմ հրավերի համար։ Լրիվ ուրիշ մթնոլորտում առաջին անգամ ենք ենթադրում եմ, որ մթնոլորտը նաև հուշում է, որ պիտի շատ անկեղծ զրուցենք, ոչ թե քաղաքական, ոչ թե քաղաքական նարատիվները առաջ տանելով, ոչ թե կուսակցական գաղափարները, այլ սրտաբաց զրույց ենք ունենալու։ Շատ ուրախ եմ դրա համար, առաջարկում եմ այնուամենայնիվ այդ հուզմունքը հաղթահարել մի փոքր, որովհետև այո, մենք ուղղակի այս տարիները մեզ կոփել են։ Ինձ անձամբ, ես իմ անունից խոսեմ, ինձ այս տարիները 2018-26 թվականների շատ կոփել են, որ ես կարողանամ հանգիստ վերաբերվել։ Այլապես պատկերացնում եմ, որ մի քանի տարի առաջ ես այս նույն ինտոնացիայով եւ նույն զայրույթով կխոսեի եւ եղել եմ, որ խոսել եմ եւ տեսել ես ինչ հետևանքներ են ունեցել։ Բայց տարիները կոփել են իհարկե։ Դու հիմա պատմում էիր ու ես հիշում էի, որ երբ որ 2018 թվականի հեղափոխությունից հետո 19-ին հունվարին մենք դարձանք ազգային ժողովի պատգամավոր եւ մեր ընդդիմությունը Լուսավոր Հայաստանում Բարգավաճ կուսակցությունն էին, մենք քանի որ այլ գաղափարներով էինք եկել եւ այնուամենայնիվ մեր թիմը կապ չունի, հեճուկս են բոլոր խոսակցությունների, ինչ որ խոսում էին 18 թվականից ջահել անփորձ, հիմար, քաջնազարի բախտով եւ այլն, բայց բոլորը այնուամենայնիվ այդ այն սերուցքներ հասարակության, մեծ մասը դրսում սովորած եկած, շատ լայնախոհ եւ այլն, որոնք որ կարողացան ի վերջո հեղափոխություն անել եւ դա բախտի բան չէր։ Դա մտածելակերպի վրա էր հիմնված, ու երբ որ այդ ամբողջ մտածելակերպով ու աշխարհայացքով դու ունենում ես ընդդիմություն իդեմս Բարգավաճ Հայաստան կուսակցության, խնդրում եմ ոչ մեկ չվիրավորվի, բայց մտածելակերպի սահմանափակությունը երևացել է այդ տարիների ընթացքում, կարծում եմ հասկանալի է եւ լուսավորի, մեզ թվում էր, որ սա կատաստրոֆա է ուղղակի։ Երբ որ Բարգավաճ Հայաստանն ու լուսավորը գնացին 21 թվականին արտահերտ ընտրություններով եկավ ուժեղ ներողություն Հայաստան դաշինքը եւ պատիվ ունեմը,
մենք սկսեցինք երանի տալ Լուսավոր Հայաստանի եւ Բարգավաճ կուսակցությանը եւ ասեցինք գոնե այդպես, որովհետեւ ժամանակ առ ժամանակ կառուցողական քննարկումներ էին լինում, այստեղ արդեն չէր երևում այդ մարդկանց պոտենցիալը, որովհետեւ թուրք դավաճան այդքան այն կողմ չէր անցնում իր քննարկումները, վերջին տարում նոր մի քիչ որոշ հարցերով կառուցողական դաշտ մտանք։ Հիմա ես կիսում եմ ձեր զգացողությունները, որովհետև այսօր սա շոկ էր։ Սա իրոք շոկ էր։ Բառիս ամենավատ իմաստով, ինչ իմաստով, որովհետև հասկանում եք մի ամբողջ ժողովրդի խաբել ամբողջ ընթացքում։ Մի ամբողջ ժողովրդի համոզել, որ նաև արտաքին ուժերի միջամտությամբ երկրի սերուցքը ինտելեկտուալ հավաքվել է, մենք գնում ենք փոխենք, մանդատները չենք վերցնելու, բայց վերցրել ենք, որ ձեր կյանքը փոխենք այդ արդարացումները, եւ այսօր առավոտյան ժամը 10-ից մինչև ժամը 6-ը հիմնական նարատիվը լինի դուք Թուրքիայում թուրք տեսել եք, ասենք դուք պատկերացնում եք, սա արդեն այն որ ասում է իջնում ես հատակին, բայց ներքևից էլի ինչ որ մեկը դուրը թակում է, սա աբսուրդ է, սա շոկ էր իրոք, մենք ընթացքում իրար նայում էինք բոլորս, որովհետև դե հա մարդ էս հիմա հնարավոր է գան, ինչ որ լուրջ հարցեր կան, մենք անթերի չենք, երկրում խնդիրներ կան, մենք բոլոր խնդիրները չենք լուծել, իրոք կան խնդիրներ, որոնցում ընդդիմության քննադատությունը անհրաժեշտ է, ընդդիմության մոտեցումները անհրաժեշտ են, այլընտրանքային մոտեցումները անհրաժեշտ են, որովհետև այդ բանավեճի արդյունքում է, որ դու կարողանում ես ճիշտ լուծումը գտնել։ Եվ միակ դրանից դուրս որևէ հարց չի եղել, դուք հասկանում եք, որևէ քննարկում չի եղել։ Մի աղջիկ է եղել, որը որ խոսել է, անծանոթ մի աղջիկ էր, որը որ խոսում էր Ադրբեջանում պահվող բանտարկյալների մասին։ Եվ ասում էր, որ իմ ամբողջ կյանքն ու գործունեությունը նվիրված է լինելու նրանց ետ բերելու, եւ ես հասկացա, չէ, դա նորմալ է քաղաքական տեքստի իմաստով, բայց ես հասկացա, որ այդ աղջիկը այնքան անկեղծ էր, որ ինքը падգամավորի գործառույթների մասին անգամ պատկերացում չունի։ Այսինքն ինքը պատկերացում չունի կառավարությունը ինչով է զբաղվում, ազգային ժողովը ինչով է զբաղվում։ Այսինքն, այո, ես ձեզ հետ կիսում եմ այսօրվա ծայրաստիճան հիասթափությունը, որովհետև ասում եմ, ունենալով Լուսավոր Հայաստան, Բարգավաճ Հայաստան, անուններ կան, որ կարելի է նաև ասել, որովհետև դուք գիտեք, մինչև այսօր էլ նրանք եթերում ակտիվ են, աշխարհի ամենաաբսուրդ բաները կարող են խոսել, բայց այսօր ինձ համար, ես այդ համեմատությունն եմ բերում, չգիտեմ դա եթերային է թե ոչ, Իշխան Սաղաթելյանի հարցը եւ ելույթը այս տարիների ընթացքում առաջին անգամ ինձ այնքան քաղաքական եւ խելամիտ թվաց, որ ես երբեք չէի պատկերացնի, որ Իշխան Սաղաթելյանի ելույթը կարող է մի օր քաղաքական եւ լսելուն արժանի թվալ։ Իսկ այսօր այն մակարդակներ, որ ես լսում եմ ամբողջությամբ։ Ես համարյա թե վստահ եմ, որ դուք կարոտ կմնաք այդ ելույթին, որտեղ Իշխան Սաղաթելյանը ավանդույթի համաձայն այլևս չի ներկայանա ազգային ժողով։ Ես նայելով կարոտով հիշեցի հանրապետականներին, մերժված հանրապետականներին, բացի Աննա Մկրտչյանից, որի քաղաքական կենսագործունեությունը կախված է ընդհատելու համար, բայց այսօր ինձ համար հասկանալի էր, որ ամբողջ ուժեղ Հայաստան խմբակցության համար քաղաքական ուրքը մտքի ձևավորման բանը միայն Աննա Մկրտչյանն է եղել, ես Աննա Մկրտչյանին միշտ շատ հարգանքով եմ վերաբերվել, որևէ վատ բան նկատի չէ, որպես անձ, բայց որպես քաղաքական գործիչ ես կարծում եմ հարգանքի ամենավերջին մարդն է, որ արժանի է։ Բայց այդ գիծներ, այդտեղ ուրիշ գիծ չկար, այսինքն նույն պատիվ ունեմ խմբակցությունում եւս կային պատգամավորներ, որոնք այո շատ սուր, երբեմն նույնիսկ կեղծ կամ աբսուրդի հասնող, բայց ընդհանուր առմամբ որոշակի բովանդակություն կար։ Կային որոշ քաղաքական գործիչներ։ Այստեղ զրո բովանդակություն էր, զրո։ Կանտով կան։ Թուրք տեսել եք, կանտով կան ինչպես։ Չգիտեմ ինչ ասեմ, ասենք այնց թեմա է, օրինակ աբսուրդի ժանրից գոնե Հայաստան դաշինքը պաշտպաներ այդ իմաստով քաղաքացիական պայմանագրին, այսինքն չէ, ասենք Քոչարյանը թուրքերի հետ վրանների պայմանավորվածությունների էր գալիս։ Լևոն Քոչարյանը այդքան
արժանապատվության բան չզգաց, այդ պայն որ գոնե հոր համար արձագանքեր։ Հանուն արտարության այդ կոնտրաստը շատ ծիծաղելի էր եւ ցանկացած բանական մարդ այդ մասը հասկացա, որովհետեւ նույն Հայաստան դաշինքը, որը մեզ 5 տարի շարունակ թուրք դավաճաներ ասել, բայց միևնույն է այն հարցին արդյոք դուք կողմ եք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը թե ոչ, նա շատ հստակ իր մոտեցումը հայտնել է, որ ոչ։ Մենք կողմ ենք, որ այդ հարաբերությունները կարգավորվեն, այսինքն այս մասով իրենց չեն կեղծել, իրենց կեղծում էին նախորդ 5 տարվա ընթացքում, եւ մենք դա գիտեինք եւ մենք դրա մասին խոսում էինք, բայց այսօր հանուն արդարության իրենց չեն կեղծել, իրենք այնուամենայնիվ որպես ընդդիմություն պարտավոր են այդ քաղաքական գիծը տանել, հա, գտնել ինչ որ մի բան, ինչ որ միտեղ կսմթել, ինչ որ միտեղ կծել, բան չունեմ ասելու, բայց իրենց քաղաքական մոտեցումը չեն կեղծել։ Ուժեղ Հայաստանը կարծում եմ դեռ 5 տարի, այսինքն մենք 5 տարի պիտի այդ սացիլից, հա, այդ արմատից սկսած նորից աճացնենք, ինչպես որ եղավ Հայաստան դաշինքի հետ։ Այսինքն մարդիկ, որոնք եկել են ու չգիտեն ուր են եկել, եւ պիտի տեղին էլի այս ամբողջ process-ով անցնենք, աճացնենք, դարձնենք քաղաքական ուժ եւ կամ ճանապարհենք կամ կրկին հետ վերադառնան ավելի նարատիվի մասին էլ ու ավելի բովանդակային կխոսենք Աննա Գրիգորյանի մասին։ Ես զարմացած եմ լավ իմաստով Աննա Գրիգորյանի հարցադրումներին, օրինակ Ռուբեն Ռուբինյանին։ Ես ծափահարել եմ Աննա Գրիգորյան ձեզ նիստը դիտելիս, որովհետեւ Աննա Գրիգորյանը բավականին վերջերս միջև խորհրդանի Անդրանիկ նիստը հարցազրույցում ասաց, որ քաղաքական հետապնդումները շարունակվելու են, որովհետև այս իշխանությունը կատարում է Ալիևի ցուցումները եւ Ալիևն է հրահանգում, թե ում պետքա բռնել, ինչ պիտի անել, էդ էր իր ասածը։ Եվ այսօր Աննա Գրիգորյանը հարց էր տալիս, որ արդյոք իշխանության սահմանադրական մեծամասնություն չլինելու հանգամանքը կարող է հիմք լինել պատերազմի սեպտեմբերին։ Ես շատ ուրախ եմ, որ Աննա Գրիգորյանը աճ է ապրել, որ հասկացել են, որ պատերազմը Հայաստանը այնուամենայնիվ չի հրահրում, այլ հրահրում է Հայաստանի հակառակորդ կամ թշնամի երկիրը եւ 20 թվականից սկսած այդպես է եղել, բավականին մեծ առաջընթաց կա, ես սա գնահատում եմ, բայց մեր կյանքը որոշելու եւ որոշումներ կայացնելու մեր կյանքի վերաբերյալ կարծում եմ այդքան չեն դեռևս հասունացել։ Սա մեկ Աննա Գրիգորյանի մասով եւ հետո երբ Աննա Գրիգորյանը էլի խոսում էր, որ պատերազմ կլինի սեպտեմբերին, թե չի լինի ու ինչ որ նման բաներ, քանի որ Աննա Գրիգորյանը հասել է մի կետի, որ Հայաստանը չի սկսել ըստ իր քաղաքական առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը, համոզված որ Հայաստանը չէ պատերազմը սկսել։ Հիմա Աննա Գրիգորյանը Ռոբերտ Քոչարյանին հերքում է եւ Ռոբերտ Քոչարյանի նարատիվին հակառակ նարատիվ է առաջ տանում, որովհետեւ եթե վստահ լիներ որ Հայաստանն է սկսում պատերազմը, հարցադրումը կլիներ սկսելու եք արդյոք սեպտեմբերին պատերազմ, որովհետեւ չունեք սահմանադրական մեծամասնություն, հա։ Այս մասը դուք արեցիք, լսեցիք Վլադիմիր Պուտինի հորդորը կամ խնդրանքը եւ ռուսամետ ուժերին թույլատրեցիք մասնակցել ընտրություններին։ Ես հասկանում եմ, որ Հայաստանը այն աստիճան սուիցիդալ պետություն չէ, որ օրինակ եւ բոլորը գիտեն, որ հապկա Հայաստանին չի օգնելու, բայց դուք շատ լավ հավատով լցված այնուամենայնիվ կարծում եք, որ կօգնի դրա համար մենք շարունակում ենք ունենալ հապկետ ուռ հարաբերություններ։ Ես հավատում եմ, որ դուք վստահ եք, որ Ռուսաստանը ճգնաժամի ժամանակ Հայաստանին ձեռք է մեկնելու, որտեղ 2019 թվականին Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ տարածաշրջանում պատերազմ չի կարող լինել, որովհետև Ռուսաստանը դա թույլ չի տա, հետևաբար պատերազմը կտա Ռուսաստան տարածաշրջանում, բայց դա եղավ, բայց ձեր հավատի նկատմամբ որևէ կասկած չունենալով, ինչու եք շարունակում հավատալ Վլադիմիր Պուտինին եւ անսալ նրա հորդորներին, խնդրանքներին կամ պահանջներին եւ թույլատրեցիք ռուսամետ ուժերին մասնակցել ընտրություններին, որը ձեզ չփրկեց եւ հիմա դուք պատժամիջոցների տակ եք որպես իշխանություն եւ կրում եք քաղաքական պատասխանատվություն բոլոր տնտեսվարողների խնդիրների համար։ Բարդ հարց եք տալիս։ Նախ առաջին հերթին ուզում եմ ձեզ ասել, որ մենք չենք անսացել Վլադիմիր Պուտինի հորդորին եւ չենք լսել նրա խնդրանքը, մենք հետևում ենք Հայաստանի Հանրապետության սահմանադրության ցուցումներին, այսպես ասած, եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ցուցումներին։ Կարող է արդյոք քաղաքական ուժը կամ մարդկանց մի խումբը, որը ստեղծել է դաշինք
քաղաքական դաշինք եւ ուզում է մասնակցել ընտրություններին, կարող է արդյոք թե ոչ։ Եվ եթե Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը կամ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որևէ խնդիր տեսներ այդ ուժի ընտրություններին մասնակցելու հետ կապված, ապա բնականաբար մեր թույլ տալով կամ չտալով չէ։ Ինչքան էլ դուք եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մեծ մասը չհավատան, բայց այնուամենայնիվ մենք չենք բանեցնում իշխանություն այն ուղղությունների եւ այն ճյուղերի վրա, որի վրա չունենք իշխանություն։ Այսինքն կառավարությունը չի կարող օրենսդիր մարմնին ինչ-որ բան ստիպել, օրենսդիր կառավարությանը, դատական իշխանությանը երկուսս միասին չենք կարող ստիպել եւ այլն։ Ոչ, ես ամենայն անկեղծությամբ եմ ասում եւ հետեւաբար, եթե պատասխանատու գերատեսչությունը հայտարարում է, որ այս ուժը կարող է մասնակցել ընտրություններին, հետեւաբար մենք ցանկանանք դա թե ոչ, կանխատեսում ենք արդյոք մենք, որ այսօր օգոստոսի 2-ին այսպիսի կրկես է լինելու ազգային ժողովում, այո, ուզենայինք դրանից խուսափել, որտեղ մեզ համար արդեն պարզ էր, մենք այդ բոլոր մարդկանց տեսնում ենք, չէ, լսում ենք նրանց հարցազրույցները, մտքերը քաղաքական, պարզ էր, այո, կուզենայինք, որ այդպես չլիներ, միանշանակ, որովհետև մենք էլ չենք ուզում որպես իշխանություն լճանալ, մեզ պետք է ընդդիմություն, մեզ պետք չէ, որ ինչ որ երեխա կամ մտքով երեխա գա ու ինձ ասի թուրք, որովհետև դրանից ոչ իր, ոչ մյուս քաղաքացիների կյանքում բան չի փոխվում, բայց ես իմ գործունեության արդյունքում ինչ սխալ եմ անում եւ ինձ ճիշտ, ինչ սխալ օրենսդրություն եմ մշակում եւ որն եմ ճիշտ անում, դա Հայաստանի Հանրապետության քաղաքացու կյանքում ինչ որ բան փոխում է։ Եվ այս ընդհանուր իրավիճակը մեր սրտով է, մեր ձեռնտու է, միանշանակ ոչ։ Բայց մյուս համապատասխան գերատեսչությունները որոշել են, որ այդ խմբակցությունը պիտի դաշինքը պիտի մասնակցի ընտրություններին եւ ընտրվել է, մասնակցել է, այստեղ մեր ժողովուրդը ինչ որ երևի պիտի վերանայի իր մոտեցումները, երևի պիտի վերանայի իր էմոցիոնալ որոշումները եւ ավելի պրագմատիկ պիտի մտնա։ Ես մի քիչ լուսնե համաձայն չեմ այդ դիտարկման հետ, ինչու, որովհետեւ հիմա ասում եմ ձեր իշխանությունը, բայց պարզ է որ բոլորը Ռոբերտ Քոչարյանին համարում են իշխանազավթ, չէ՞, պետություն զավթած անձ։ Սա նաեւ ձեր քաղաքական գնահատականն է։ Երբ որ դուք հղում եք անում ունեք ուժեղ Հայաստանի պարագայում, թե ժողովուրդը ընտրել է, դուրս է գալիս որ ժողովուրդը ընտրել է նաեւ իշխանազավթի։ Եկեք թույլ տանք, հնարավորություն է ստեղծել իշխանությունը զավթել, որտեղ ժողովուրդը ընտրել է իշխանազավթի։ Տես, նայր, շատ դժվար եւ հարաբերական հարց է, մեդալը ունի երկու կողմ։ Իրենք այդ հավասարության նշանը դնելու համար նախորդ 5 տարին նույն պատիվ ունեմ հատկապես խմբակցությունը, անընդհատ մեզ կոչել է իշխանազավթ։ Մենք իշխանազավթ ենք արդյոք թե ոչ, դրա գնահատականը մենք կարող ենք քաղաքական գնահատականներ տալ, բայց իրավական գնահատականը եւ դրա համար հետևանքները պիտի լինեն դատական համակարգով։ Ոչ, այս մեր պարագայում այդ հարցը։ Տեսեք, դուք հիմա ինձ մեղադրական տոնով եք ինձ հետ խոսում, որովհետեւ դուք կարծում եք, որ ես պատասխանատու եմ, բայց դուք շատ լավ գիտեք, որ իշխանության այդ ճյուղերը իրարից սեպարատ են։ Սեպարատ են, բայց ոչ դատական իշխանությունը ինձ վրա կարող է իշխանություն բանեցնել, ոչ ես իր վրա։ Խնդիրներ կան, այո, բայց ես չունեմ իրավունք որպես օրենսդիր իշխանություն, նույնիսկ գործադիր իշխանությունը ճնշում գործադրելու իրավունք չունի։ Խոսքը ճնշման մասին։ Մեր նպատակն է ժողովրդավարության հիմքերը ամրապնդել։ Ես համաձայն եմ եւ ես էլ հնարավորինս փորձում ձեզ այդ հարցում օգնել, եթե հավատում եմ ձեր այդ ազնիվ մղումներին։ Որպես օրենսդիր ներկայացուցիչ դուք իմ անունից լիազորված եք նաեւ դատավորներ եք նշանակում, ընտրում։ Հանձնաժողովներ եք ձևավորում, նոր դատարաններ եք ձևավորում, ինչ որ բաներ եք անում, հա։ Հետևաբար ձևավորել ու գցել մի կողմ ասել, դե իրանք թող գնան, այս նոր իրավիճակում գտնեն իրենց կայանան, չգիտեմ ինչ լինեն, ներողություն, դուք եւ օրինակ, չգիտեմ, ինչ որ մեկի նկատմամբ հոգացության պատասխանատվություն եք վերցնում, օրինակ շուն եք պահում, չէ՞, դուք ասում եք, դե ես իրան վերցրեցի, պահեմ, թող մնացածը ինքը հասկանա ինչ անելու, ես ինչ գործ ունեմ,
Չէ, դուք իրան սովորեցնում եք ինչ պիտի անի, չէ։ Դուք իրան սովորեցնում եք, չէ, դուք իրան սովորեցնում եք, որ տանը չի կարելի կեղտոտել։ Կներեք, շանը Բայց դատական համակարգը կեղտոտում է տանը, եւ այդ կեղտոտող համակարգը, որտեղ մենք մեր տանը իշխանությունը չենք կիսել իրար հետ։ բայց սա ձեր կարգախոսն է։ Ժողովուրդն իմ ընտանիքն է, հայրենիք իմ օջախը, իսկ իշխանությունը չի մտնում ժողովրդի կամ հայրենիքի մեջ։ Չէ, մտնում է, ուղղակի այս խզումը ձեր կարգախոսի հետ, որ ես ի սկզբանե համաձայն չեմ եղել, որովհետև տանը օջախում, ինչպես դուք նշեցիք, մեր իրավահարաբերությունները պայմանավորվում են մեր անձնական աշխարհընկալումից ելնելով։ Իսկ եթե մենք պետության մասին ենք խոսում, պետությունը օջախ չի, որտեղ ամեն մեկը որոշում է ոնց է անելու, ինչ է անելու։ Պետությունում կա այո օրենք, կարգ եւ կանոն, քո սրտով է թե չէ, պիտի առաջնորդես։ Իսկ երբ որ դու օջախի տրամաբանությունն ես սերմանում անընդհատ, դե կներես իմ օջախն է, ես վարվում եմ այնպես, ոնց նպատակահարմար եմ գտնում, ոչ թե ես վերաբերվում եմ, որ սա քաղաքացին, սա պետություն է, եւ սրա հետ հարաբերվում եմ։ Ես իմ օջախի մեջ կարող եմ այս գինին խմել, որովհետեւ եթե հիմա ես իդեպ Հյուսային պողոտայում այս գինիով քայլեմ, բարեկը կմոտենա ինձ կասի կամ հենց հիմա դատարկեք այդ գինին կամ կդուկանվեք 10,000 դրամով, բայց չպրա բարեկին ասեմ ժողովուրդն իմ ընտանիքն է, պետությունը իմ օջախը։ Այսինքն դուք համ այն եք ասում, համ այն եք ասում։ Կարգախոսային նարատիվային մակարդակում մի չգիտեմ իմ համար անընդունելի մի բան եք տարածում։ Հետո ասում եք մենք ոչինչի նկատմամբ չունենք ազդեցություն, վերահսկողություն, ժողովրդավարություն, իշխանությունների տարանջատում, չգիտեմ ինչ։ Հետո դատական համակարգ։ Իշխանությունների տարանջատումը կա, բայց դա բնավ չի հակասում, որ մենք ընկալում ենք ժողովրդին որպես մեր ընտանիք։ Եւ երբեմն չեն կներեք չափելի։ Այո, որովհետեւ արդյունքներն են չափելի։ Կներեք, ես չեմ ընկալում ժողովրդի ընտանիք, որովհետեւ այդ ժողովրդի մեջ մտնում է հանցագործ, այդ ժողովրդի մեջ մտնում է այս պետության ինքնիշխանություն չունեցող խմբեր, ես իրանք իմ ընտանիքը չեմ, ես ինձ չեմ համարում իմ ընտանիքը։ Ու ես ինչ որ քվե չեմ ակնկալում ինչ որ մեկից, որ այդպես հայտարարություններ անեմ։ Որովհետեւ ես էլ հիմա սուր պատասխանեմ ձեզ, եթե կարելի է, էլի։ Ամեն ինչս կյանքում հարաբերական է։ Դուք այդպես չեք ընկալում, որովհետեւ դուք հայր չեք, որովհետեւ մայր չեք։ Ասեմ ինչ։ Որովհետեւ երբ որ դու երեխա ես ունենում, անկախ նրանից այդ երեխան հանցագործ է, թե այնպեսին չի, ինչպեսին որ դուք ուզենայիր ունենալ, այդ երեխան միևնույն է քո երեխան է եւ դու պատասխանատու ես։ Դա համար դուք քաղաքական գործիք ես ո՞ր ժողովրդին հենց այդ։ Դա համար դուք պատասխանատվություն եք վերցրել, ես ոչ։ Այո, ինչպես որ երեխաները պատասխանատվություն հիմնականում չեն։ Իսկ ինչ վերաբերում է նրան, որ ամեն ինչ հարաբերական է, ես իհարկե համամիտ եմ դրա հետ, բայց ես համամիտ չեմ դրա մեկնաբանման հետ այն տրամաբանության, որովհետև եթե դուք հիմա ինձ հարցնեք, որն է իմ սիրելի միրգը, ես կասեմ, որ բանանը։ Դուք ինձ կարող եք ասել, աշխարհում ամեն ինչ հարաբերական է, բա որ ինչ որ պահի դու բանան չսիրես, ես կարող եմ ասել, Տիկին Բադալյան, ես այս պահին վստահ եմ, որ իմ սիրելի միրգը բանանն է, բայց գուցե 50 տարեկանում ես ինչ որ հիվանդություն եմ ձեռք բերում եւ ալերգիա եմ ունենում բանանից եւ բանան չեմ ուտում, հետեւաբար չեմ։ Շարունակի մնալ ձեր սիրելի, ուղղակի դուք չեք ուտի։ Այստեղ կա տարբերություն։ Շատ լավ։ Դատական համակարգ։ Դուք դատական համակարգից դժգոհ եք, մենք առավելևս դժգոհ ենք, եւ դուք պետության համար, ինչպես դուք եք բնորոշում, հիմնասյուների համար կարևորագույն եւ այն գործերով, որոնք դուք հպարտանում եք, օրինակ ապօրինի գույք, չգիտեմ, մարտի 1 ու 1000-ում նման, այդ գործերը, այդ թվում նաեւ հիմա օրինակ Ծառուկյանի գործը, վստահել եք դատական համակարգին, որին դուք չեք վստահում։ Ես ում հասկանամ դուք մեզ եք խափում, ձեզ եք խափում, Ծառուկյանին եք խափում։ Անկեղծությամբ ոչ ձեզ, ոչ մեզ, ինչ առաջարկություն։ Օրինակ ինձ հետաքրքիր է շատ, ձեր լուծումը ո՞րն է։ Հա, ասեմ որ լուծումը ո՞րն է։ Ովքեր են վիժեցրել հեղափոխությունից հետո դատական համակարգում խորը բարեփոխումների, այդ թվում եւ այո դատավորների որպես բոլորին ԺՊ կարգելու խորը վեթինգ անելու գործընթացը Վլադիմիր Վարդանյանը, պարոն Բադասյանը, ով անուն պիտի ունենա, չէ՞, գործընթացի հակադերակատարը, ինքը պատասխանատվության ենթարկվել է, առնվազն գոնե քաղաքական։ Մենք դրա մասին իմացել ենք, ով է դրա պատասխանատուն, Նիկոլ Փաշինյանը։ Հա? Եթե չկա ուրիշ անուն, ուրեմն Նիկոլ Փաշինյանը։
Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը հայտնվել է այնպիսի իրավիճակում, որ ով էլ լինի պատասխանատուն, միևնույն է գերագույն պատասխանատու բոլոր խնդիրների հասարակությունը ընկալում է որպես Նիկոլ Փաշինյանը։ Դա իհարկե այդպես չէ, բոլոր նրանք, ովքեր որ ինչ որ շատ կարևոր երկրի համար process-ներ վիժեցում են, ենթարկվում են պատասխանատվության, անկախ նրանից մենք այդ մասին բարձրաձայնում ենք, թե չենք բարձրաձայնում, եւ ամեն ինչ ժամանակի մեջ ընկնում է իր տեղը, ինչ վերաբերում է դատական համակարգին, միևնույն է, ես ձեր խոսքերից հասկանում եմ, որ դուք մեզանից պահանջում եք վերցնել մեր ձեռքը։ Ոչ։ Մենք դա չենք կարող։ Ոչ։ Օրինակ ես ձեզանից եւ ձեր կարող ենք, չենք ուզում։ Կա մի այդ որոշում, որը ծամել են, դրել են Այո։ դատախազության բերանը սեպտեմբերին անցած տարվա, հեսա մի տարին կլրանա։ Ինչու՞ զբաղված Աննա Վարդապետյանը։ Օրինակ, դուք որպես падգամավոր չեք ասում, Տիկին Վարդապետյան, նա եկեք։ Ծամել է մի էդը, դրել է ձեր բերանը, որ դուք կուլ տաք։ Ինչու՞ չեք կուլ տալիս։ Ի՞նչն է խնդրեմը։ Կարծում եմ առաջիկայում ազգային ժողովում կլինի հնարավորություն Տիկին Վարդապետյանին հարցեր ուղղելու եւ մենք կարծում եմ, որ այդ հարցերից այդ հնարավորությունից կօգտվենք, բայց միևնույն ժամանակ նաեւ կարծում եմ, որ մինչեւ այդ հնարավորությունը որոշակի հանգուցալուծումներ այս հարցում կլինեն։ Բոլոր դեպքերում ես չգիտեմ մենք սխալ ենք թե ճիշտ։ Հոգուս խորքում զգում եմ, որ ճիշտ ենք, բայց հասարակության ակնկալիքները մի քիչ այլ են։ Բայց մենք ավելի երկարաժամկետ ենք մտածում եւ մենք կարծում ենք, որ մեր պետության առաջընթացի եւ եթե մենք մեր արժեվ նպատակ ենք դրել, որ Հայաստանի Հանրապետությունը պիտի դառնա զարգացած երկիր, հա, բոլոր միջազգային չափանիշներով, մենք պիտի խարսխվենք ժողովրդավարության վրա։ Եթե մենք որպես հիմք եւ որպես ամեն ինչի այսպես սկզբնաղբյուր նայում ենք ժողովրդավարությանը, մենք որևէ դեպքում, նույնիսկ եթե տոտալ համատարած դժգոհություն ունենանք դատական համակարգից, մենք չենք կարող ճնշում գործադրել դատական համակարգի վրա, այլապես մենք կնմանվենք այն իշխանություններին կամ կբերենք երկրի համար այն փուլը, որը ժողովուրդը մերժեց 2010 թվականին։ Մենք չենք ուզում գնալ այդ ճանապարհով։ Մենք չենք եկել իշխանություն ունենալու համար, մենք դրա բոլոր գործիքները ունենք։ Մենք դրա բոլոր ճանապարհները շատ լավ գիտենք, բայց սա ընտրության հարց է։ Թե ձեր ընդդիմադիրները վստահ են, որ դուք հիմա էլ եք այդ անում։ Բայց ընդդիմադիրները այնպիսի բաներ են ասում, որ բայց Տիկին Բադալյան, եթե սենց ժամանակագրորեն նայենք, չէ, 2018, 19, 21 եւ հիմա, ինչը շատ նորմալ տրամաբանությունից եմ էլի ասում, օրինակ ձեր տոկոսային հարաբերակցությունը իջնում է։ Շատ նորմալ է։ Բայց դա նորմալ է։ Հա, դա համար եմ ասացի, նորմալ տեսանկյունից եմ ասում, ու օրինակ ուժեղ Հայաստան նոր ուժ է հայտնվել, անկախ վերաբերմունքից խորհրդանում եւ այլն։ Սա ինչ է մեզ հուշում, որ մեր ազգային ժողովը տարիների ընթացքում գնում է այնպիսի մի գուցե հարաբերակցության ձևավորման, որտեղ միանձնյա իշխանություն չի լինելու։ Գուցե դա լավ է, ես բան չունեմ ասելու։ Բայց վատը ինչ իմաստով։ Երբ որ համանդրական մարմինները գնահատական չունեն, հրապարակված ենթադրյալ կոռուպցիոն գործընթացների մասով, հա, որոնք համակարգային են, որոնք ուղղակի նախադեպային ինչ-որ բաներ չէին, հա, 1, 2, ոնց որ 21 թվականին էր, այլ դա համակարգված բնույթ էր կրում, դա բոլորիս է արդեն པարզ չէ, այսինքն հանցավոր գործունեության միջոցով այդ թվում խորհրդանում հայտնված ուժի հետ փաստորեն ներկայիս ժողովրդավար քաղաքացիական պայմանագիրը ապագայում կարող է կոալիցիա ունենալ։ Բայց մեզ դա չի վախեցնում։ Չի վախեցնում։ Բնավ։ Դուք կդառնաք իրենց նման։ Իրենցից մեկը։ Չէ։ Այո։ Ուրեմն մենք երբեք չենք դառնա որևէ Ձեր քաղաքական նպատակները իրականացնելու համար, եթե դուք պատրաստ եք անգամ համագործակցել սատանայի հետ, դուք դառնալու եք նրանցից մեկը։ Դրա մասին չէր խոսքը։ Այսինքն նայած այդ կոալիցիայով կլինի եւ ինչպես, որովհետեւ բոլոր աշխարհի զարգացած երկրներում շատ հազվադեպ է հանդիպում, որ իշխող ուժը 50+1-ով դրա համար եմ ասում։ Եվ դա նորմալ է, դա խոսում է ժողովրդավարության հաստատման մասին։ Այն պահին, երբ որ մենք ունենք 88% ձայն Երևանի քաղաքապետարանում մենք այդքան ենք կամ 80-ից մի քիչ ավել ձայն տոկոս, դա ժողովրդավարության մասին չի խոսում։
Երբ որ մենք 19 թվականի ընտրություններում 70+ ձայն ենք հավաքել, դա էլ չի խոսում ժողովրդավարության մասին։ Դա խոսում է, որ ժողովուրդը մեզ ձայն է տվել այդ չափի աշխարհի մակարդակով հազվադեպ հանդիպող տոկոս, որպեսզի մենք հաստատենք ժողովրդավարություն։ Բայց եթե մենք հաստատում ենք ժողովրդավարություն իրապես, ոչ թե միայն խոսքերով, ոչ թե միայն այսպես տեքստերով, այլ իրապես ժողովրդավարություն, ապա հավանականությունը, որ մենք միանձնյա իշխանություն կունենանք, աստիճանաբար սկսում է մեծանալ։ Եվ դա մեզ էլ է ուրախացնում։ Իմ ասածը դրա մասին չի։ Ձեր ասած այն էր, ում հետ կհամագործակցենք, որովհետև մեծ հաշվով այլընտրանք չկա։ Ճիշտ եմ հասկանում։ Չէ, ես, եթե դուք անգամ համագործակցեք, խնդրում եմ բառին ուշադիր, ռուսամետ ուժերի հետ, ոչ թե ռուսական։ Ես լրիվ նորմալ կնայեմ դրան։ Բայց եթե դուք իրադարձությունների դասավորման բերմամբ համագործակցեք ռուսական ուժերի ընտրակաշառքով համակարգված խորհրդանում նաև ձայն կորզած ուժերի հետ, դուք ժողովրդավար չեք։ Դուք պրոբլեմատիկ իշխանություն եք, որից պետք է ձեռքազատվել ուրեմն։ Տեսեք, այնպես է, դա էլ է նորմալ, դա ինձ չի վախեցնում բնավ։ Ես էլ եմ հասկանում, որ մենք անընդհատ ինչ-որ լրջագույն մարտահրավերներ ենք հաղթահարում, լրջագույն։ Այսինքն այդ մարտահրավերները մենք հաղթահարել ենք 2018-ին, 19-ից 20-ն ընկած ժամանակահատվածում, երբ որ թվում էր, թե դրանք մեծ մարտահրավերներ էին, 20-ին եղավ պատերազմը, հասկացանք, որ սա ընդհանրապես արհավիրք է, 20-ը եւ պատերազմը անցավ, հաջորդող գործընթացի մեջ հասկացանք ել ավելի լուրջ մարտահրավերներ, որովհետեւ այն ամենը, ինչ որ մեր զինվորները հիմքը դրել են, մենք պարտավոր ենք դա պահպանել։ Այսինքն նրանք անկախության համար իրենց կյանքը զոհաբերել են, բայց 21 թվականից սկսած երկրի առջև էլ ավելի լուրջ մարտահրավերներ եղան ինքնիշխանության եւ անկախության կորստի։ Մենք հիմա էլ ունենք լրջագույն մարտահրավերներ։ Այսինքն այդ մարտահրավերները չեն ավարտվում, չեն դառնում նորմալ, չեն դառնում այնպիսին, ինչպիսին մարտահրավերների հետ բախվում են այլ քաղաքական ուժեր այլ երկրներում։ Մենք ինչ որ անընդհատ մոնստրի հրեշի դեմ պայքարի մեջ ենք անընդհատ լինում եւ սա խնդիր է։ Բայց գուցե սա է մեր առաքելությունը, այսինքն հաղթահարել այդ բոլոր հրեշներին եւ մաքուր վիճակում ոչ թե հետո լինել իշխանություն, այլ մաքուր վիճակում իշխանությունը հետ վերադարձնել ժողովրդին, որ պետք է կատարի, համենայն դեպս մեր մոտեցումը այսպեսին է։ Մոնստրներից մեկին Ռուսաստանի հիմա գանք, մի հարց էլի, օրինակ ձեր գործընկերներին լսելով, օրինակ իմ մաման 88-ի շարժումից հետո Արցախից, այո, եւ իմ հարազատներից, նաեւ Ադրբեջանի բուն տարածքից Հայաստան տեղափոխված անձինք, հա, եւ այդպես մեր տարբեր հաշվարկներով մինչեւ 500-700-800 հազար մարդու մասին կարող ենք խոսել, հա, Ադրբեջան, Բաքու եւ այլն, հա, Սումգայիթ, ըստ ձեր խորհրդանական գործընկերները ինդիմադիր, որ իրենք հեկ չի տեսել են Թուրքի, այլ իրենց միջավայրում ապրել են, ինչ։ Ես այդ հարցի պատասխանը չունեմ անկեղծ։ Չէ, ինձ օրինակ հետաքրքիր է, դուք ներկայացուցիչն եք, թե հավաքական իմաստով։ Մի բան է, երբ որ Facebook սոցիալական հարթակում, որը այսօր նաև չի համարվում ամենամրցակցային հարթակը, չէ, բոլոր սոցիալական հարթակներից, ինչ որ մի միջին վիճակագրական, իսակիրթ կամ ոչ այնքան կարդացած մարդ նման հարցեր տա, ինձ համար դա նորմալ կլինի, որովհետև մարդը հարց է տալիս կամ իրեն մտահոգում է կամ վախեր ունի, գենետիկ ինչ որ վախեր են գալիս, այլ հարց է։ Բայց երբ որ ազգային ժողովի պատգամավոր ընտրած մարդը չի հասկանում, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ ազգին հանդիպելը հանցակազմ չի պարունակում, պարզապես հանցակազմ չի պարունակում, չի կարելի այդպիսի հարցեր քննարկել ազգային ժողովում։ Լուրջ բազմաթիվ հարցեր կան։ Հանցակազմ, հանցագործություն չի դա։ Այսինքն լինել Թուրքիայում դա հանցագործություն չի։ Թուրքերի հետ շփվել դա հանցագործություն չի։
Եվ եթե մի քիչ խորանանք ձեր շրջապատների եւ եթե այդ նույն սկզբունքով գնանք, կարող է այնպիսի բաներ բացահայտվեն ու հավանականությամբ մենք այնպիսի բաներ գիտենք, Սամվել Կարապետ պարզապես բիզնեսի մենք գիտակցում ենք մենք որտեղ ենք գտնվում եւ ազգային ժողովի դահլիճում ինչ կարելի է քննարկել եւ ինչ չի կարելի քննարկել։ Այսինքն ինչ մակարդակի կարելի է իջնել, մենք դա հասկացել ենք, ընդունել ենք եւ այդ սկզբունքը չենք խախտում երբեք։ Բայց այստեղ է абսուրդ։ Абսուրդը այստեղ է, որ մենք ունենք մարդիկ, որոնք ազգային ժողովում չեն գիտակցում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ինչն է հանցանք, երբ որ մարդուն մեղադրում ես, կա նաև քաղաքական խոսույթ, կա ենթադրություն, դրա մասին չի խոսքը, բայց կան բաներ, որոնք չի կարելի ուղղակի բացի այն էլ ես չեմ խորանում այն աստիճան, որ երբ որ մենք խոսում ենք խաղաղության օրակարգի մասին, բայց ազգամիջյան ատելություն ենք հրահրում ժողովրդի ներսում եւ այս խոսակցությունները դրան են ուղղված միայն, սա խնդիր է։ Խնդիր է չգիտակցել, թե ձեր բարձրացրած եւ դրա արդյունքում գեներացրած ատելությունը ուր կտանի, որովհետեւ ժամանակին դա տարել է եւ իրենք չեն պատասխանատուն։ Այսինքն մենք ինչի մասին ենք խոսում։ Մենք խոսում ենք դերևս իրենց դերը եւ իրենց եկած վայրը չգիտակցող եւ առաջարկում եմ ըմբռնումով մոտենալ, որովհետեւ վստահ եմ, որ ժամանակի ընթացքում ինչպես Հայաստան դաշինքը գիտակցեց, իրենք էլ կգիտակցեն, թե որտեղ են գտնվում եւ ինչքան վտանգավոր է իրենց յուրաքանչյուր արտահայտությունը իրենց հայրենակիցների համար, ոչ թե իրենց եւ ոչ թե իշխանության։ Ինչպես դուք եք ասում, որ եթե համաձայն եմ, սա պետություն է, դա ոչ թե փորձադաշտ, ինչ խմբակների համար, որ գան այնտեղ ինչ որ փորձ հավաքեն, ինչ որ բան գիտակցեն, այդ համատեքստում ուզում եմ նաեւ ներողություն խնդրել Ստամբուլում լույս տեսնող ԱԿՕՍ պարբերականի հայալեզու էջերի գլխավոր խմբագիր պարոն Ստուպյանից, որը ամեն օր թուրքերի հետ է շփվում, եւ ուժեղ Հայաստանը կարծում եմ իրեն հենց առաջին օրը ոչնչացրել է որպես քաղաքական ուժ, ինքը ինձ համար 0 է, եւ ես իրեն որպես քաղաքական ուժ ընդհանրապես չեմ դիտարկում, ինքը դատարկ տեղ է։ Ես ավելի լավ կենտրոնանամ Աննա Գրիգորյանի մեկ քայլ աճի վրա, որ հակադրվել է Ռոբերտ Քոչարյանին եւ Հայաստանին չի մեղադրել պատերազմ ցանցազերծելու կամ ապագա պատերազմների մեջ, եւ այս համատեքստում մի հարց։ Սահմանադրության փոփոխության հարցը քննարկվեց նաև։ Դե էլի դուք Ալիևի պահանջն եք անում, չգիտեմ, կամ Ալիևի կամ իր օգնականի հիմա այդ երևի կարևոր չի, իրենք ավելի լավ գիտեն։ Ինձ բացատրեք տրամաբանությունը, խնդրում եմ։ Նիկոլ Փաշինյան 2019 թվական Ստեփանակերտ Արցախը Հայաստանը եւ վերջ 2020 թվական պատերազմ ընդդիմություն այդ թվում եւ Հայաստան դաշինք Փաշինյանի հայտարարությունը դերեց պատերազմի 2021 թվականից հետո իրադարձություններ եւ հիմա ավելի արդի սահմանադրության փոփոխություններ անկախության հռչակագրի մասին, սահմանադրության մեջ անկախության հռչակագրի հղման, դուրսբերման, չբերման հարց, այսինքն Արցախի Հայաստանի հետ վերամիավորման հարց։ Ուզում հասկանամ Նիկոլ Փաշինյանը ով է, որ իր մի հայտարարությամբ այս երկիր պատերազմներ է բերել, այն հայտարարությունը, որը ինքը մեջ բերել է Հայաստանի Հանրապետության սահմանադրությունից։ Նիկոլ Փաշինյանը ավելին է, քան Հայաստանի սահմանադրությունը։ Ես եթե 1 տարի առաջ այդ հարցը տայիք, չնայած որ բազմիցս տվել էին, երևի կփորձեի բացատրել։ Բայց այսօրվա նիստից հետո ես առաջարկում եմ այդ հարցին չանդրադառնալ, որտեղ ակնհայտ։ Այսինքն մի ամբողջ քաղաքական ուժ իր հետևորդներով դա չի գիտակցում։ Դա չի գիտակցում, որ Նիկոլ Փաշինյանի մեջբերումը Հայաստանի Հանրապետության սահմանադրությունից էր։ Եվ եթե այդ մեջբերումը կարող է հրահրել պատերազմ, ուրեմն սահմանադրություն մեջբերումը խնդիր կարող է առաջացնել, նույնիսկ եթե ոչ հիմա, ապա 10 տարի հետո, 20 տարի հետո։ Եվ եթե դուք այդքան վստահ եք, որ այդ մեջբերումը պատերազմ է հրահրել եւ այս արհավիրքը բերել է մեզ վրա, դուք ինքներդ պիտի պահանջեիք, որպեսզի սահմանադրությունը փոփոխվեր։ Եվ այն, որ մենք շատ ավելի երկարաժամկետ եւ մեր հետագա սերունդներին ուզում ենք թողնել խաղաղություն, եւ դրա համար ցանկացած մարդու հետ որ խոսում ես, ինքը հասկանում է ինչ եք ասում։ Բայց ընդդիմությունը այնպեսի աղմուկ է բարձրացնում եւ հղում է կատարում Ալիևին, իբրև թե մենք դա անում ենք Ալիևի պահանջով եւ այլն, ու այսպես ինչ որ ալեկոծումներ է առաջացնում ժողովրդի մեջ, սա
վատ հետևանքներ է ունենալու, որի տուժողը կարող են հենց ձեր երեխաները դառնալ։ Որովհետև այո, մենք որպես իշխանություն պատասխանատվություն ենք կրում նույնիսկ մեր հանցագործ երեխաների համար։ Նույնիսկ մեր մեղավոր հայրենակիցների, նույնիսկ մեզ ատող մարդկանց համար մենք այդ պատասխանատվությունը կրում ենք։ Բայց այսօրվա նիստից հետո տեսնելով այդ քննարկման բովանդակությունը դուք պիտի հասկանաք, որ նորմալ է, որ մարդիկ այդքան չեն խորացել։ Եվ իրենց ընտրողն էլ այնքան չի խորացել, որ իրենց ընտրել է եւ բերել է ազգային ժողով, այստեղ խնդիր կա։ Սա լավագույն նաեւ օրինակն է, որ օրինակ ուժեղ Հայաստանը խոսում է թուրք եք տեսել, չեք տեսել, չգիտեմ, նրա մասին, որ իրենք չեն կրելու այդ պատասխանատվությունը եւ դրա հետևանքներին, դրան մասնակից չեն լինելու, ինչպես պատերազմի ժամանակ ուժեղ Հայաստանի որևէ առանցքային ներկայացուցիչ մասնակից չի եղել, իսկ նրանց փառապանց մեծ բարերարը Հայաստանին եւ Ադրբեջանին էր կոչ անում վերադառնալ բանակցությունների սեղան եւ իրենց համար պատերազմի մասնակից եւ գերեվարված եւ Թուրքի օգնությամբ գուցե նաեւ ողջ մնացած հայկը թուրք է, իսկ իրենք ոչ մի բան այս դեպքում դուրս է գալիս։ Սա խնդիր է եւ հաշվի առնելով էմոցիոնալ ընդհանուր այսպես գայական լարվածության մակարդակը մեր երկրում հետ պատերազմական տարիներին նորմալ է, մենք ըմբռնումով ենք մոտենում եւ ես կարծում եմ, որ դուք էլ հոգեվորքում ըմբռնումով եք մոտենում։ Բոլոր դեպքերում բոլորը մեր հայրենակիցներ պետք է ժամանակ տալ, որովհետեւ առավել եւս Այսինքն փողոցում որ ես տեսնեմ, իրենց վրա չհո չեմ թքելու, ես հարգալից եմ լինելու, բայց իրենց գործունեության նկատմամբ հարգանքը այս այն էր, ինչ որ այսօր ամբողջ օրը պարոն Ռուբինյանը ասում էր։ Այնպես չի, որ ես կիսում եմ ձեր գաղափարները կամ հաշտեմ ձեզ հետ։ Չեկավ, չէ՞, դա ընդհանուր բան է։ Այստեղ մի հատ խնդիր կա, որ մեր ընդդիմությունը նույնիսկ չկարողացավ իրարից զանազանել բարեկրթությունը եւ Հայ ես հիշում եմ այդ պահին նարդոմները։ Չէ, շատ դժվար է, անկեղծ ասած շատ դժվար է եւ ես կարծում եմ, որ շարունակում եմ պնդել, որ կրթական բարեփոխումները ամենակարևոր բարեփոխումներն են, որ մենք պիտի հասցնենք ավարտին եւ պիտի անենք ավելի կտրուկ, որովհետեւ մենք նախորդ տարիների ընթացքում մտածել ենք, որ դրանք սահուն պիտի լինեն, որպեսզի ոչ երեխաները, ոչ ծնողները, ոչ հասարակությունը այդ կտրուկ անցումը իր վրա չզգա, բայց տեսնելով հետևանքները ես հասկանում եմ, որ ժամանակն է կտրուկ գործողությունների անցնելու, որովհետև այդ կրթական համակարգն է պատրաստում Արամ Վարդևանյանների նման իրավաբաններ։ Տեսեք, ես չեմ կարող Արամ Վարդևանյանի որպես իրավաբան, հա, փաստի մասին որևէ բացասական բան արձանագրել եւ այնուամենայնիվ կարծում եմ, որ Արամ Վարդևանյանը այնուամենայնիվ ընդդիմության ամենամեծ չարիքը չէ։ Արամ Վարդևանյանը նախկինում Հայաստան դաշինքից էր, հիմա ուժեղ Հայաստանից է, նա իրավաբան է, որտեղ որ Խոպանչի է, նա խոպանչի է։ Ասած վատ չեմ Քաղաքական խոպան է տիրում ուժեղ Հայաստանը։ Բացասական վերաբերմունք չունեմ հատկապես Արամ Վարդևանյանի նկատմամբ, բայց այն մտածողությունը, որը քեզ թույլ չի տալիս, որ արկա է եւ գիրիշխող է մեր խորհրդարանական ընդդիմությունում վերջին հատկապես, հա, մի քանի տարվա ընթացքում, այդ ազգայնական մոտեցումը, որոնք որ իրենք ներկայացնում են որպես ազգային մշակույթի պահպանման խնդիր եւ սա էլ է շատ վտանգավոր, որովհետեւ որևէ վտանգ ազգայինին չի սպառնում, որովհետեւ բոլորս էլ նույն ազգի ներկայացուցիչներն ենք, բոլորս էլ միշտ փայփայել ենք մեր մշակույթը, ավանդույթները եւ դրանք շարունակում ենք կրել, փոխանցել մեր երեխաներին, սրա մասին չի խոսքը, բայց իրենք այդ քողի տակ այլ ծայրահեղական գաղափարներ են փորձում սերմանել հասարակության մեջ, որը չխորանանք շատ պատմության փիլիսոփայության մեջ, բայց բոլոր դեպքերում ոչ միայն այստեղ, այլ նաև ամբողջ աշխարհում շատ տարբեր երկրներում եւ տարածաշրջաններում ունեցել է շատ ցավալի հետևանքներ։ Իմ Բադալյան, ես նաև ուզում եմ մեր հանրապետությունում ապրող Հայաստանի քաղաքացի ազգային փոքրամասնություններին կոչ անել, որպես նրանք հավաքական հայց ներկայացնեն ուժեղ Հայաստանի դեմ, որտեղ նրանք ազգային ժողովի անդամից գոռում գոչում են միայն հայապահպանության եւ հայ լինելու եւ իրենց առաքելությունը, որ նաև որպես падգամավոր եւ մեր ներկայացուցիչ հայը պահպանելու համար ուզում եմ ազգային փոքրամասնությունները կարող են նրանց դեմ հայց ներկայացնել խտրականության հիմքով, էթնիկ խտրականության, որը հղիա լուրջ վտանգներով, որովհետև ես օրինակ այդ հարցին ոնց եմ վերաբերվում, ընդհանրապես այդ փիլիսոփայական հարց չի, հա։
ինչպիսին է հայը, չգիտեմ։ Հայը սովորական մարդն է, ոնց որ այն մարդը, որին դու դրսում տեսնես չես տարբերի, մնացա վրացի էր, թե հայ էր։ Եթե հետ այդ բանը չխոսայինք, ինքան կարող նման լինել։ Դեպ ադրբեջանցիների հետ էլ, թուրքերի հետ էլ, եւ այս նմանությունը այնքան բնական է, որտեղ մենք հարևաններ ենք, որտեղ մենք ոմանց հետ գուցե տասնամյակներ, ոմանց հետ դարերով երեք չապրում ենք կողք կողքի եւ իրար մշակույթներից ենք ազդվում, այլ նաեւ մենք ապրել ենք այդ կայսրությունների մեջ, հետեւաբար մեզ մոտ նաեւ շատ ուղիղ բնական միաձուլումներ են տեղի ունեցել։ Հետեւաբար շատ նորմալ է, որ մենք նման լինենք իրար, աննորմալ կլիներ, որ մենք բացարձակ նմանություններ չունենային, այս մասով, ու ուզում եմ բանի մասին խոսենք, Ռուսաստանի մասին։ Ամփոփելով հասկացա ինչ էիք ուզում ասել, բայց ես կարծում եմ, որ ժամանակն է էլի կրթական բարեփոխումների մասին խոսելով, որպեսզի մենք հասկանանք քաղաքացի լինելու եւ էթնոս լինելու տարբերությունները։ Պիտի հայ լինել, ոչ մի քաղաքացի։ Հայ։ Մեր նախնիները շատ երկար եւ շատ դաժան պայքարել են անկախություն եւ պետականություն ունենալու համար։ Մեր սերունդը այն երջանիկ սերունդն է, որը որ ունի պետականություն եւ անկախություն, եւ մեր նախնիները բնավ հիմար չեն եղել։ Իրենք շարունակել են հայ մնալ, բայց իրենք երազել են Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելու մաս։ Ես կարծում եմ, որ մենք հիմա մի հատ անցումային փուլում ենք գտնվում, որ ժողովուրդը քիչ-քիչ դա հասկանում է, բայց այն հատվածը, որը որ դա չի հասկացել, չի կարողանում եւ կարծում է եւ սա էլ պատահական չէ, էլի փորձենք մի քիչ հետ գնալ Պարուշ Սևակի խոսքերը հիշել, ասում եմ մենք քիչ ենք սակայն մեզ հայ են ասում, մենք մեզ ոչ ոքից չենք գերադասում։ Եվ ինչ որ ժամանակ կար 90-ականներից հետո, երբ որ այդ հայը աշխարհի այս շարժումը որ սկսվեց եւ այդ մտայնությունը շատ խորացավ, շատերը անընդհատ վիճարկում էին Պարուշ Սևակի հենց այդ արտահայտությունը, կհիշեք, որ այո, մենք լավ էլ գերադասում, որովհետեւ մենք կարծում ենք, որ մենք աշխարհի ամենաուժեղ ազգն ենք, բայց դա տևում է այնքան, երբ որ դու գնում ես մեկ այլ երկիր այլ ազգի մեջ ապրելու եւ հասկանում ես, որ նրանք էլ ունեն մշակույթ, նրանք էլ ունեն ավանդույթներ, նրանք էլ են բան։ Եվ իրոք Պարուշ Սևակը ճիշտ էր ասում, չի պետք չի գերադասել։ Դու ուրույն ես, դու յուրահատուկ ես, դու հպարտացիր դրանով։ Բայց դու նաև ունես պարտականություններ որպես քաղաքացի, որովհետև այդ անկախ պետությունն է, որ քո հայկականությունը կարողանալու է պահպանել։ Այստեղ եմ ուզում վերել հասցնել, այսինքն երբ որ դու չունես անկախ պետություն, դու մի քիչ կպահես, հետո ստիպված ես լինելու ձուլվել։ Բայց այս քաղաքացի, անկախ պետության քաղաքացի լինելը ամենակարևոր բանն է։ Ու հիմա երբ որ մենք պիտի մի 5 տարի էլ սովորեցնենք ուժեղ Հայաստանում, որ մենք ջայլամի քաղաքականություն վարենք, այսինքն որտեղ դու կարող ես օրինակ լինել հայ եւ ինչ նշանակում հայ։ Հայ նշանակում է այն ինչ որ պայմանավորում է, չէ՞, մեր մշակույթը, առաջին հերթին լեզուն, մշակույթը, մեր սահմանադրությունը, այ, ըհը, իսկ դրա պահպանման լավագույն միջավայրը որն է, անկախ ինքնիշխան պետությունը։ Դու չէ, տեսեք, ասում եք սահմանադրությունը, սա արդեն քաղաքացիության մասին է, սա հայ լինելու մասին չէ։ Հա, այո, բայց այդ սահմանադրությունն է, չէ՞, եւ գենոտիպը։ Այդ սահմանադրությունն է ինձ հնարավորություն տալիս ստեղծել եւ պահպանել այն, ինչ ինձ կարեւոր է։ Այդ երբ որ ինձ ապահարեց մի ամբողջ ընդդիմություն, մենք արդարանում են, փորձում են արդարանալ, ինչու են վերցրել մանդատները, որտեղ իրենց ընտրողները իրենցից պահանջում էին չվերցնել մանդատները, չէ՞, որտեղ իրենք ծայրահեղական այսպես ինչ որ գաղափարներով էին գալի։ Հիմա իրենք թիր ունեն անընդհատ արդարանալու, որտեղ վերցրել են, ասում են մենք մանդատը վերցրել ենք, որ հայ մնանք։ Վայ մեզ, թե դրանով է մեր հայ մնալը, այն որ չգիտեմ։ Չգիտեմ ինչ ասել, ես ում եմ նաև մենք այս ջայլամային տրամաբանությունից դուրս ենք, վստահաբար մենք բոլորս դրսում ապրող ծանոթ, բարեկամ, հարազատ, ընկեր, ինչ-որ մեկին կունենանք, չէ՞։ Ու մենք գիտենք, որ իր կամ իր ծանոթելի հայ սերունդը կամ նրա սերունդը օրինակ հայերեն չի խոսում կամ դժվարանում է խոսել, կամ ինչ-որ մի բան։ Արտասահմանցու հետ երեխաները արդեն կրում են այլ ազգանուն, նրանց երեխաները այլ ազգանուն են կրում։ Այդ ո՞ր միջավայրն է, որտեղ դու կարող ես այդ քո պրոպագանդած հայը մնալ։ Բնականաբար պետության սահմանների տրամաբանության մեջ պետությունն է այդ միջոցը քո պահպանության եւ ստեղծագործ լինելու։ Ուրիշ միջոց չկա, հա։ Այսինքն ես ում հասկանամ, ինչ ենք մենք պետությանը վերաբերվում որպես համայնք, իսկ օրինակ համայնքին
կապ չունի այդ համայնքը աշխարհագրությամբ որտեղ է, որպես պետություն։ Հաշվի առեք այդ համայնքի կարծիքը, Ֆրանսիա հայերը չգիտեմ ինչ, Ամերիկա հայերը եսիմ ինչ, Ռուսաստանը հայերը եսիմ ինչ, բան ու Հայաստանը պիտի հաշվի առնի այս մարդկանց կարծիքը, ներողություն։ Շատ պարզ է, դա շատ պարզ է, որովհետև մենք ուղղակի հարյուրավոր տարիներ չենք ունեցել պետություն։ Ես որպես ազգային ժողովի պատգամավոր, երբ որ որևէ դելեգացիայի կազմում լինում են որևէ երկրում բանակցությունների եւ իմանում եմ իրենց ազգային ժողովի պարլամենտի պատմությունը, այսինքն նրանք առանց ընդհատման հարյուրավոր տարիներ ունեն պարլամենտ։ Չի ընդհատվել այդ պարլամենտի գործունեությունը։ Բոլշևիկներ չեն եղել։ Քաղաքական ուժերը փոխվել են, կոալիցիաներ են կազմել, ընդդիմությունը, իշխանությունը, բոլորի համար նպատակը իրենց պետությունն է։ Հասկանում եք, մենք ընդամենը 2-3 տասնամյակի մասին ենք խոսում, ընդ որում շատ երկար պետություն չունենալուց հետո։ Հա, լավ բան ասացի, գիտեք։ Եվ այս դեպքում դեռ ժողովրդի մտածելակերպը ինքը սովոր չէ։ Տեսեք, ինչու են ժողովրդը ինչու է անընդհատ տերեր փնտրում, հա? Այ Ռուսաստանը, բայ չնեղացնենք Ռուսաստանին, որովհետև ինքը մեզ պիտի փրկի, ախր մեզ փրկի չապել։ Որովհետև մենք անընդհատ եղել ենք ինչ-որ կայսրության մաս։ Մենք չենք եղել ինքնիշխան պետություն։ Եվ գենետիկորեն ժողովուրդը ինքը պատրաստ չի պետություն ունենալու։ Եվ այսօրվա ազգային ժողովի նիստը դրա լավագույն հավաստումն է։ Եվ մեր առաքելությունը այն չի, որ մենք Հայաստանի Հանրապետությունը քաղաքացիական պայմանագիր է նկատի ունեմ։ Մենք շատ լավ գիտենք մեր առաքելությունը որն է։ Ինչքան էլ իրենք այդպես հիմար բաներ խոսեն, չգիտեմ, թուրք-ադրբեջանական հեղափոխություն, արևմտյան Ադրբեջան խմբակցություն եւ այլն, այդ մանկապարտեզին մենք ուշադրություն չենք դարձնում։ Մեր առաքելությունը Թումանյանի ոսկի քաղաքը սարքելը չի Հայաստանի Հանրապետություն։ Մեր առաքելությունը այս ամբողջ ծանրություններով անցնելով ժողովրդի մեջ սերմանելն է պետականության նկատմամբ վերաբերմունք, որը չկա, որովհետև վերջին միավորը, որի մեջ մենք եղել ենք, եղել է ԽՍՀՄ-ն։ Բայց այդ Եվ մեր տատիկներն ու պապիկները մեզ անընդհատ պատմություններ են պատմում, թե ինչքան երջանիկ են իրենք ապրել ԽՍՀՄ-ում, եւ այդ վերապրուկը ինքը դեռ շարունակվելու է երկար շարունակվելու։ Մեր խնդիրը այդ մտածելակերպը փոխելն է եւ մենք դա անենք։ Ձեր խնդիրը գիտեք որն է առաջնային, մինչև մտածելակերպի փոփոխությունը պարզ է, որ դա շատ երկար է գործընթաց է։ Ձեր խնդիրը, որ դու գնահատական չեք տվել սովետական միության ժամանակաշրջանին, հետաբար ես ազատ եմ պնդել հիմա, որ սովետական միությունը Հայաստանի համար գերագույն եւ երանելի ժամանակաշրջան է, եւ սովետական միության օրինակով Հայաստանը պիտի գնահատի միութենական պետություն, որտեղ մենք անվտանգ առողջ այս երկիրը ունի գնահատական իրեն 70 տարի օկուպացիայի ենթարկած ռեժիմի։ Սա նոր թեմա եք բացում եւ շատ է դրա գնահատակը։ Իհարկե, որովհետեւ տեսեք, միանշանակ չի, որ սովետական միությունը ու դուք չեք ասել ինչից է անկախացել Հայաստանը, ինչից է անկախացել Հայաստանը։ Հայաստանի խորհրդային սոցիալիստական հանրապետությունների միությունը փլվել է եւ Հայաստանը Եթե չփլվեր մնալու էր այսինքն։ Լավն է։ Դե ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, բայց ուրիշ բան։ Հիմա կլինենք սովետական իշխանություն։ Ես ուրիշ բան եմ ուզում ասել, մինչև սովետական միությունը Հայաստանը ընդամենը 2 տարվա անկախ պետության պատմություն ունի։ Միջավ չկան փրկիչ ռուսներ։ 1918 եւ 20։ Դրանից հետո Հայաստանի հանրապետության տարածքը ինքը ավերակներ էր մոտավորապես, հա։ Եվ այո, միայն այնպես չի, որ միայն բացասական է եղել խորհրդային միությունը, որովհետև խորհրդային միությունը թույլ տվեց Հայաստանին վերականգնվել, շնչել եւ ստեղծեց այն հիմքերը, այն ենթակառուցվածքները նաեւ, որի վրա կարելի էր անկախ հանրապետություն ստեղծել եւ դրանից հետո անկախ հանրապետություն շարունակել գոյություն ունենալ։ Հետո այդ ենթակառուցվածքները ոչինչ չեն։ Բացասական դի այդ գնահատականը ես միանշանակ չի վերաբերմունքը եւ կարծում եմ որևէ մեկի վերաբերմունքը միանշանակ Հիմա սկանդալային հայտարարություն է կան։ Միանշանակ չի եւ հետեւաբար դրանից չի կախված մենք այսօր ինչ վիճակում ենք։ Եթե միանշանակ Հայաստանը այսօր չի գնում ճանապարհը, որտեղի խնդրում 2 դար։ Երբ ասեի, բայց Հայաստանի Հանրապետությունը արդեն 3 տասնամյակ անկախ պետք է։ 3 տասնամյակը 70 տարվա է, թե շամ եմ ասում։ Պես մտնել միութենական հանրապետություն։ Եթե տենց լավ է։
մենք ամբողջ հազարամյակներ շարունակ պայքարել ենք անկախ պետություն ունենալու համար եւ երջանիկ ենք, որ մենք այսօր կարող ենք ինքնուրույն որոշումներ ընդունել։ Այո, կար հետ խորհրդային վերապրուկ եւ մեր նախորդ իշխանությունները կամա թե ակամա, օբյեկտիվ թե սուբյեկտիվ սկզբունքներից ելնելով միևնույն է չէին կարողանում ակտիվ պրոակտիվ լինել քաղաքականության մեջ եւ ինքնուրույն որոշումներ կայացնել, մեղադրանք չկա ասածից մեջ ընդհանրապես։ Բայց այսօր մենք ունենք այդ հնարավորությունները ինքնուրույն որոշումներ կայացնելու։ Այ հիմա ես չեմ հասկանում հասարակության այն հատվածին, որը այդ հնարավորությունից չի ուզում օգտվել։ Ես էլ չեմ հասկանում, դրա մասին չի խոսքը, բայց որ ասում եք սովետական միությունում հոամենջ մենակ ված չէր, լավներ կար։ Կներեք, հանրապետական իշխանության ժամանակ էլ լավ բան կար, օրինակ Տարոն Սիրունչի այգու փրկությունը լավ բան չի, լավ բան է, ինչ ասենք, թող հանրապետականները վերադառնան։ Բաներ եղել են, մենք ոչ չենք ասում, որ հանրապետականների ժամանակ միայն ողբերգություններ եւ կատաստրոֆ։ Այո, խոսքը երբ որ պետք գնահատել, մենք ծայրահեղությունների մեջ ենք։ Ծայրահեղությունների մեջ ենք ընկնում։ Դուք եք մեզ բերում գուցե հետո, որտեվ եթե դուք ամեն ինչ ածանցնում եք պետության տրամաբանությունից ելնելով, դա համար են այս հարցերը ծնվում։ Եթե դուք ածանցնեիք իմ ծնողների տրամաբանության մեջ, ես կասեմ, ծնողներիս համար գուցե լավ ա եղել, լավ չի եղել, հիմա իրանք լավով են հիշում, վատով են հիշում, դա մեր կյանքում բան չի փոխում, բայց եթե հարցը դուք ածանցնում եք պետության ոչ թե անձի կամ խմբի տրամաբանությունից, բա այդտեղ մեզ մի հատ շոշափելի բան է պետք։ Մենք չենք կարող այդտեղ անչափելի մոտեցումներ ունենանք, որովհետև մենք պետության մասին ենք խոսում։ Պետության պարագայում մենք ամեն ինչ չափում ենք։ Չափել ես պահին, ինչ չափման միավոր է դες պետք։ Հայաստանի Հանրապետության վերաբերյալ խորհրդային միությանը ինչ բառ է, ինչ է բնորոշ։ Այսօրվա մեր այդ վերաբերմունքը ինչ է փոխելու, ես կարող եմ իմանալ, այդ վերաբերմունքը շատ տարբեր է։ Ունեն, մեկի համար դա երջանկության ժամանակաշրջան էր, մյուսի համար դա փակվածության եւ սահմանափակման ժամանակաշրջան։ Պետության առաջընթացը բնավ ես չեմ կապում քաղաքական գնահատական տալով նախորդ, որովհետև դա տրվել է։ Եթե դա չտրվեր, Հայաստանի Հանրապետությունը չէր անկախանա։ Շատ լավ։ Այդ արվել է, այդ Ինչ թվում է, գիտեք, ինչի համար առնվազն դա կարևոր, որովհետև մարդիկ, ովքեր զբաղվել են քաղաքական եւ հանրային գործունեությամբ, սովետական միության փակ եւ ռեպրեսիվ ժամանակաշրջանում եւ մեր ստեղծագործ միտքը, որ գնդակահարվել է այդ ռեժիմների կողմից, իրանց նկատմամբ գոնե հարգանքից ելնելով, որովհետև այդ մարդիկ են եղել նաեւ Հայաստանի Հանրապետության անկախության ակունքներում, իրենց նկատմամբ առնվազն հարգանքից ելնելով Հայաստանի Հանրապետությունը այդ ժամանակին պիտի որևէ վերաբերմունք ունենա։ Մենք այդ վերաբերմունքը իմ անձնական ընկալումների Սիրելի Ժիրայր, մենք այդ վերաբերմունքը ցույց ենք տալիս ձեր նշած գործիչների անունով վերափոխելով մեր փողոցները, հրապարակները, արձաններ կանգնացնելով, տարբեր մշակութային միջոցառումներ անելով, նրանք ընդհանրապես անտեսված չեն։ Եվ այդ գնահատականը, որը դուք պահանջում եք, նույն խորհրդային հայտնի գործիչների անուններով կոչված հրապարակները եւ փողոցները անվանափոխելով ձեր նշած գործիչներով մենք այդ վերաբերմունքը ցույց ենք տալիս։ Որտեւ այսօր մեր կողքին ապրում են մարդիկ, ովքեր ունակ խորհրդային միության ժամանակ Հայաստանի անկախության համար պայքարելով եւ այդ անկախությունը Գերագույն խորհրդում հռչակման ներկա ֆիզիկապես ներկա անձանցից մեկը լինել, խորհրդային միության կողմից հանուն դրա դատվել են որպես հատուկ վտանգավորության ռեցիդիվիստներ։ Խնդիրներ շատ են եղել, խնդիրներ միշտ էլ կան, դրանք միշտ էլ լինելու են։ Եվ ես պնդում եմ, որ մեր առաքելությունն է, եւ ես լիահույս եմ, որ մենք մեր առաքելությունը պատվով ենք կատարելու, դա այդ մտածելակերպի եւ պետականության եւ ինքնիշխանության նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունն է, որովհետեւ եթե մենք ունենանք այդ փոփոխությունը եւ մեր սերունդները ունենան այդ փոփոխությունը, իհարկե դա հեշտ հարց չի, դա իմ հարցազրույցով չի, այն մեկի խոսքով չի, դա կրթական բարեփոխումներով է, դա ինչ որ իրադարձությունների բերում է vagy ամեն ինչի բերումով է, բայց դա նշանակում է, որ այդ մտածելակերպի փոփոխության արդյունքում ամենայն հավանականությամբ մենք ունենանք անկախության եւ պետականության հարատեվություն, ոչ թե մենք ունենանք 70 տարի է կայսրության մեջ, 30 տարի է կայսրության մեջ, 30-40 տարի են կայսրության մեջ, հետո հակը երազենք երբենք մենք ունենալու մեր անկախ պետություն։ Ու հետո հարցադրում անենք, այդ մեզ պետք է։ Երբ է գալու ճիպոտի ժամանակը, ես նկատում եմ եվրոպական։ Ռուսաստանից ասում են, որ հիմա Բրյուսելը բլիցներ է տալիս Հայաստանին, բայց ճիպոտի ժամանակը, որը հակառուսականության դաշտն է, անխուսափելի է։ Հայաստանի Հանրապետությունը ոչ պատրաստվում է օգտվել երկնքից թափող մանանարերից, ոչ էլ այրվել դժոխքների կրակներում։ Հայաստանի Հանրապետությունը հստակ գիտի իր նպատակները, հստակ գիտի այն ճանապարհը, որով ինքը առաջնորդվելու է։ Իդեպ սա ուզում եմ ասել, որ այնպես չստացվի, որ մարդկանց թվում է, թե այսպես է ստացվում, այսպես են գնում, չէ, հստակ
մենք գիտենք, մենք ուր ենք գնում, եւ այդ ընթացքում, եթե երկու ճիպոտի հարվածի պետք է դիմանալ, մենք կդիմանանք, Եվրոպական ճիպոտ։ կապ չունի, բնավ չեմ առանձնացնում։ Եթե մեր նպատակին հասնելու համար պետք լինի երկու հատ ճիպոտի հարվածի դիմանալ, մենք այդ հարվածին։ Իսկ օրինակ հարվածներից մեկը օրինակ երբ գազի գինը օրինակ բարձրանա, եթե բարձրանա, էլի, մենք պատրաստ ենք։ Քանի տարի ենք մենք խոսում ենք դրա մասին եւ քանի տարի է ես շարունակում եմ պնդել, որ մենք այդ ելքը շատ վաղուց ենք կանխագուշակել եւ մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը հանկարծ որևէ ֆորս մաժորային իրավիճակում իր քաղաքացիներին չդնի անելանելի դրության մեջ։ Թող բոլորը շատ հանգիստ լինեն, մենք բոլոր ելքերը կանխատեսել ենք եւ ես ձեզ հավատացնում եմ, որ միևնույն է, նույնիսկ եթե երկու ճիպոտի հարվածել կլինի, դրանք հետո այնքան արագ կմոռացվեն, որովհետեւ իրենց արդյունքում կլինեն շատ ավելի դրական բաներ։ Այս պատժամիջոցները, որ Հայաստանի դեմ Ռուսաստանի կիրառում են, ինչ եմ ասում պատժամիջոց։ Պատժամիջոցը քաղաքական գործիք է, չէ՞։ Տեսեք, օրինակ ինձ հետաքրքիր է, վարչապետը զրույցեց Պուտինի հետ, բարձրացրեց հարցեր սահմանափակումների, հակասում է ԵԱՏՄ կարգավորումներին, Հայաստան-Ռուսաստան իրավապահ պայմանագրային դաշտին եւ այլն։ Գուցե Պուտինը չի պատասխանել կամ հաղորդագրությունը մեզ չի ասել ինչա պատասխանել Պուտինը, ածանցվենք որ չի ասել, հաղորդագրությունը դե չի ասել։ Օրինակ դուք որպես խորհրդարանական, հա, ինչ եմ ասում նաև դուք, որովհետև Պետդումայի տարբեր գործիչներ են այդ թեմայով արձագանքում եւ բավականին սուր, օրինակ դուք հետաքրքրվել եք ռուսաստանցի ձեր գործընկերներից, եղբայրներ եւ քույրեր։ Եթե փաստաթղթավորված Սերժ Սարգսյանի օրինակով թղթերով ամեն ինչ նորմալ է եւ դա ընդհանրապես սանիտարական խնդիր է, հա, ապա կբացատրեք մեզ սանիտարական խնդրի քաղաքական կոմպոնենտը ձեր որն է, ինչն է խնդրեմը։ Մի հատ կշարադրեք, օրինակ դες նամակ գրել եք ձեր ռուսաստանցի գործընկերին, իրենք ասեն հարգելի Տիկին Բադալյան, չկա քաղաքական խնդիր, կա սանիտարական, կցեն իրենց Ռոսսելխոզնադզորի թուղթը, ասեն էսա։ Մենք էլ ասում ենք, լավ, հետո դուք էլ ձեր անվտանգությունն էլ շնորհակալություն, ցտեսություն։ Եթե անձամբ ինձ եք հարցնում, ես ոչ, որովհետև առանձնապես մեծ փորձ չունեմ ռուս գործընկերների հետ կապի եւ նամակագրության մեջ լինելու, ես ավելի այսպես արևմտյան ուղղությամբ եմ, այդ մեկ։ Երկրորդը բայց ամեն ինչ པարզ է, ինչ կարիք կա։ Պարզ չի։ Չէ, ինձ համար պարզ է։ Բոլորի համար է պարզ։ Եվ ինչ կարիք կա մարդկանց հարցեր տալու։ Եվ ընդհանրապես իրենց պատասխանը մեր քաղաքական դիրքորոշման մեջ ինչ։ Ձեզ հետաքրքիր չի։ Այդ լավ է։ Հետաքրքիր է, մենք անընդհատ հարցնում ենք, ինչ որ տարբեր ձևաչափերով այդ կոնտակտը կա, այդ կոմունիկացիան կա եւ բոլոր դեպքերում մենք բազմիցս հայտարարել ենք եւ շարունակում ենք հայտարարել, որ մենք նպատակ չունենք Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերությունները փչացնելու, ինչ որ նույնիսկ երբեմն սուր արտահայտություններ են լինում, որոնց չենք պատասխանում, որովհետեւ մենք նպատակ չունենք, մենք հարգում ենք այդ դարավոր բարեկամությունը, դրական բաներ էլ կան, մենք այդ ամեն ինչի վրա այսպես ավելի շատ կարճում ենք դրանցից եւ բնականաբար որևէ խնդիր չենք ուզում ստեղծել, որովհետեւ մենք չենք ուզում ունենալ թշնամիներ եւ մենք այդպես չենք վերաբերվում։ Մենք անկեղծ ուզում ենք բոլորի հետ անել ընկերություն, բարեկամություն, համագործակցություն եւ ողջահավետ համագործակցություն եւ այլն, չենք ուզում մտնել այդ դաշտ։ Եվ հետեւաբար հարց պետք չի տալ, որի պատասխանը կամ քեզ դուր կգա, կամ սուտ կլինի, կամ քեզ դուր չի գա, որի համար դու պիտի հակադարձ քայլ անես։ Չկարիք կա հարցեր տալ։ Շատ լավ։ Հղվելով մամուլի վրա, դուք դիտմամբ եք սրում Ռուսաստանի հետ հարաբերությունները, այսինքն որպեսզի ունենաք առիթ եւ ոնց պատճառ ձեզ համար գնալու դեպի արևմտյան ուղղություն, բայց խնդիրը որն է, որ այդ արևմտյան ուղղությունում Հայաստանը զուտ միջոց գործիք է Ռուսաստանի ինչ որ ձևով կծելու համար, հա, այսինքն այնտեղ էլ եթե անգամ ձեր այդ դիտավորությունը աշխատի եւ Հայաստանը շատ պատկերավոր գնա մի քիչ դեպի եվրոպական ուղղություն, նույնը իրենք ձեզ ճամփիկից բրախելու են։ Շատ սուր հարց եք տալիս, որին ես պիտի փորձեմ մտածված պատասխանել, ոչ թե շատ ուղիղ։ Իսկ մինչև հիմա մեր մամուլը ինչ որ գրել է ամեն ինչ համապատասխանել է իրականություն։ Մամուլը շատ ավելի ուժեղ խորը քաղաքական միտք ունի, քան քաղաքական ուժը, որը կարողացել է անել այնպիսի բաներ, որոնք որ անիրատեսական էին տարիներ առաջ։ Մամուլը ինչի վրա հիմնվելով է դա գրում։ Ինչի վրա հիմնվելով է այդ քննարկումը բացում։
Ոչ մի նման բան։ Ոչ մի նման բան։ Պատժամիջոց։ Թող լինի ամեն ինչ կարող է տեղի ունենալ, ամեն ինչ կարող է լինել, բոլոր ճանապարհները ունեն իրենց ռիսկերը, բոլոր նպատակները, որոնք դու դնում ես քո առջև, ռիսկ կա, որ այդ նպատակին վերջնական չես կարող հասնել։ Մենք ընտրել ենք նպատակներ, որին նույնիսկ վերջնական չհասնելու դեպքում, բայց դեպի այդ նպատակն ընկած ճանապարհը օգտակար է լինելու պետության համար։ Էլ ավելի օգտակար, քան նպատակին հասնելը։ Եվ դա է հիմքեր ստեղծել։ Մենք գնում ենք այդ ճանապարհը։ Եվ մամուլը ինչ կգրի, ով ինչ կմտածի, ով ինչ պատժամիջոց կիրառի։ Շնորհակալություն։ Դուք մամուլի նախկին ներկայացուցիչ։ Այո, ես մամուլի նախկին ներկայացուցիչ եմ, ես ունեմ մամուլում եւ ընդհանրապես մեդիայում ինձ համար սիրելի ֆիգուրներ, որոնց ես ինքս եմ լսում, որոնց առաջարկած փորձությունների ես ինքս եմ ենթարկվում, բայց ցավոք սրտի այլ տարբերակել կա եւ հետեւաբար մարդը ինքը իր ինտելեկտից եւ իր աշխարհայացքից ելնելով ընտրում է մամուլի որ հատվածի լսի, հետևի եւ եզրակացություններ անի։ ԵԱՏՄ-ում Հայաստանը ունի գործընկեր, որ կիսում է Հայաստանի ներկայիս քաղաքական մոտեցումը, այն ինչ կատարվում է Հայաստանի տնտեսության հետ, այդ թվում այդ միության տրամաբանության մեջ։ Ես ունեմ այդ հարցի պատասխանները, բայց ինձ իրավունք չեմ վերապահի այդ մասին եթե խոսեմ։ Այդ երկիրը Ղազախստանն է։ Ես չեմ ինձ իրավունք վերապահի այդ մասին խոսելու, դա իմ լիազորությունների եւ իմ հետաքրքրությունների եւ նաեւ իմ գործունեության շրջանակներում չտեղավորվում։ Շատ լավ, երբ է Հայաստանը լքելու հապկը։ Այս հարցին կարծում եմ երբ որ կլինի, կհայտարարենք։ Ակալց։ Ես եմ շնորհակալ։